ժամը մեզ հետ անցկացնելու, ձեր ժպիտներով ու ձեր ծափերով մեզ աջակցելու համար։ Մեր միջոցառման խորագիրը «Ես մի ծիրնեմ քո ծաղկի»։ Մենք սկսելու ենք մեծ ուսուցիչ, հայրենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի անգնահատելի գործից, անցնելու ենք Մայրենիի և դպրոցի գիրկը և վերջում փառաբանելու ենք մեր սիրելի հայրենի լեռնաշխարհը։ Պետք է խնդրեմ, որ դահլիճում պահպանեք լռություն, անջատեք հեռախոսի ձայները, քանի որ դա մեզ համար շատ կարևոր է։ Կա մի դպրոց, հրաշք դպրոց։ Այդ դպրոց հասնելու համար պետք է ունենալ ընդամենը մեկ տոմս, և այդ տոմսը կոչվում է ցանկություն։ Այն անվճար է և չունի տարիքային սահմանափակում։ Այնտեղ կարող ես հայտնվել օրվա ցանկացած պահին։ Երբ գաս, միշտ սպասված ես։ Մուտքի մոտ գրված է բարի գալուս։ Բարի է բոլորի մուտքն այնտեղ, և բարով է ելքն այնտեղից։ Ասպար են այդ դպրոցում գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, և դրանք քոնը կլինեն հրաշալի ուսուցիչների օգնությամբ։ Ուսուցիչներ, ովքեր ջանք ու եռանք չեն խնայում, այստեղ ոտք դրած յուրաքանչյուրի համար, զինում նրան գիտելիքներով։ Բոլոր առարկաներն անսահման հետաքրքիր են ու հեքիաթային, և հրաշքներ կարող են պատահել բոլոր դասերին։ Այս մեծ մոլորակն էլ ղեկավարում է աշխարհի ամենախորագետ, ամենաճշտապահ և ինչու՞ չէ ամենագեղեցիկ տնօրենը Ընկեր Մուշաղյանը։ Կարծում եմ հասկացաք, որ դա աշխարհի լավագույն դպրոցն է, և դժվար չէ կռահել, որ խոսքը մեր Արարատ քաղաքի համար մեկ հիմնական դպրոցի մասին է։ Այստեղ են սովորում աշխարհի ամենաաշխույժ և ժիր մանուկները։ Ու այժմ եկեք բարձր ծափերով դահլիճ հրավիրենք դպրոցի ամենակենսախինդ երեխաներին։ Առաջին դասարանցիներին։
Թող միանան միասին, մի երկեք մեր մաս
բարև թորնիկս։ Ինչ ես անում, պապիկ։ Հիմք եմ փոմ թորնիկս։ Ինչ է, պապիկ։ Հիմքը թորնիկս ամեն մի կարոցի սկիզբն է։ Իսկ ինչու է այդքան խորը փորում, պապիկ։ Որ հիմքն ամուր լինի, բիդու դիմացկուն։ Իսկ ինչ է, առանցիկի տուն չի լինում, պապիկ։ Ոչ թորնիկս, առանց հիմքի ոչ մի շինություն չի լինում։ Ամեն մի գործ անգամ մտահղացում իր սկիզբն ունի, այն նույնպես հիմք է, լավ միտդ պահի թորնիկս, լավ սկիզբը գործի կեստ է, հիմքդ պիտի ամուր լինի, մարդկությունից ամբողջ կյանքում չշեղվես։ Հասկացավ թորնիկս։ Հասկացա, պապիկ։ Նարեկ, իսկ դու ինչ ես անում։ Ես էլ ծառեցում ու որ պապիկիս տարմոս ագիներ անատեք տա, որ մարդիկ ասներնից քաղեն ուտելու ծաղ կողել օրհնեն։ Հա, այբենարանում եմ կարծացել, ամեն անգամ ծիրանցելիս իսի ծրանից ծաղ կողել։ Հա, ճիշտ ես ասում, թե մի ծառ է դու տնքի, ես իսում, ուսուսի որ տանք, ծառեր շուր կտանք։ Իհարկե հիշում եմ ու կավելացնեմ յուղ կանգնի գերած կոկոտրիկ կա միությունը ուժ եմ։ Այդա շատ լավ ասացի, մեզ էլ հետ այդ մասնավ
Thank you.
ծափերը ու ձեր ժպիտները մեզ այսքան ջերմացնելու են, բայց որ այսքան խելապտույտ ուզեր են պարգևելու, հիմա ինձ համարել է դժվար արտահայտվել։ Շնորհակալ եմ բոլորից, որ այս պահին իրենց մեկ ժամը տրամադրեցին, մեզ հետ եղան։ Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, շնորհավորում եմ իմ սիրելի աշակերտներին, ինչպես խոստացել եք դուք ինձ, ապրեք, այսօր փայլեցի։ Սիրելի երեխաներ, դուք մեր հայրենի հողի ծիլերն եք։ Ես ցանկանում եմ, որ այդ հողը այնքան պարարտ լինի ձեզ համար, որ դուք ծլեք, ծաղկեք, բարգավաճեք ու ամենակարևորը բարի պտուղներ տաք։ Բարի պտուղներ ձեր ծնողների, հասարակության եւ մեր հայրենի հողի համար։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի երեխաներ։ Շնորհավորում եմ եւ այս գեղեցիկ օրվա եւ տառաճանաչ ու գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Դուք ձեր գրավորներով ապացուցեցիք, որ դուք ոչ միայն կարողանում եք գեղեցիկ երգել ու պարել, այլ նա շատ գեղեցիկ գրում է ու ճիշտ գրական գրում եք մայրենի լեզվով։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլորի աջակցության համար, ծնողների, որոնք իմ կողքին են եղել ամեն ժամանակ, ուսուցիչների, որոնք իրենց բարի խոսքերով ինձ ուժ են տվել, մեր տնօրինությանը, որ ամեն հարցով աջակցել են, շնորհակալ եմ բոլորից, ցանկանում եմ, որ բոլորիս կյանքում նման գեղեցիկ պահեր շատ հաճախ լինեն։ Շնորհակալ եմ, որ ներկա եք, շնորհակալ եմ։ Նախ շնորհակալ եք մեր երեխաներին տառաճանաչ ճանաչելու համար ու այս հրաշք րոպեների համար, որ մենք բոլորս ուղղակի վայելել ենք այս րոպեները, առանց մի րոպե կասկածելով, որ հնարավոր է մեր երեխաները շփոթվեն, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ։ Լավ, ուզում եմ շնորհավորել Գերտ Իրանյանին, դպրոցին եւ մեր սիրելի երեխաներին։ Ինչպես ներկայացրեցիք, դուք ինչքան հիմքը ամուր լինի, այնքան ավելի հայրենիքը հզոր կլինի։ Լիահույս եմ, հավատում եմ, որ իրոք այն ծիլերը, որ արձակելու է ձեր մեջ, դա շատ հզոր է։ Ուր էլ գնաք ամուր եք պահելու մեր մայրենի լեզուն, մեր հայրենիքը, որովհետև հանձին ձեզ Գերտ Իրանյան եւ ձեր երեխաների ունենալու ենք հզոր ու մեծ հայրենիք։ Ես հավատում եմ եւ շնորհակալություն եւ հրավերի համար եւ շնորհակալություն իհարկե դպրոցին, որ այսքան մեծ աշխատանք են տանում բոլորը, ձեր երեխաները շատ ամուր ձեռքերում են սիրելի ծնողներ եւ եկիսամյակի արդեն վաղ է վիճակվել աշխատել ուսուցիչների ու դպրոցի հետ ու հաստատ համոզված եմ այս կրթօջախը սաներին գրկաբաց է ընդունում ու շատ մեծ արժեքներ է տալիս։ Մնում է պահենք, փայփայենք, գնահատենք այդ արժեքները դպրոցը ուսուցիչներին։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորին։ Ամոզեցիք թե ձեր երեխաներին ինչքան զարմանահրաշ, ուսավոր, բազմաշերտ, մանկավարժի ձեռքեր ունեն եւ առաջին դուք պիտի երախտապատ լինեք, իհարկե մենք էլ ամեն գնով Յանվերիչյանի Գորգեն Իրանյանը շարունակի աշխատել, ստեղծագործել, արարել։ Իհարկե շարունակեմ Ինավետիսյանի խոսքը, ցեղասպանության տարիներին, երբ որ Զորավարան ընտանիքը ինքնապաշտպանական մարտեր էր մղում,
Թուրքերը կապ էին հաստատում և տեղեկացնում էին, որ իրենք ունեն հայ փոքրիկ որդեր, և զորավարը ոչ միայն զենք էր հայթայթում, այլ նաև յուրաքանչյուր որփրուկի համար մի ոսկի էր տալիս, որպեսզի բերեր դրանց Արևելյան Հայաստան և ասում էր սրանք մեր նոր Հայաստանի ծիլերն են։ Միգուցե մենք այս պահին ժամանակավորապես ոչնչացման վտանգի տակ չենք, բայց ապրում ենք արժեքների խրատված մի քիչ ժամանակաշրջանում և Հայաստանում հայ մնալը դա շատ վատ խնդիր է։ Եվ ինչքան լավ է, որ այս նոր ծիլերը ջրվում են նման գաղափարներով, սնվում են նման գաղափարներով։ Շնորհակալություն, ապեր շատ։ Ինչ ասեմ, լուսավոր մանկություն իրենց։ Տեսնեմ դու կհավանեք, ես լավ եմ ճանաչում իրենց, թե դեռ ճանաչելու տեղ ունեմ։ Հայկ Եղիազարյան, Հայկը մեր բարի, աշխատասեր ու մեր սրտի տեր տղան է։ Ճիշտ եմ ճանաչել Հայկը։ Հայկ ժամոտեցի տղես։ Ինչալով Գևորգներ այն մասնակեր։ Զախարյան Եվան, համեստ, խելացի է մեր Եվան։ Չնայած մեզ միացավ հունվարից, սակայն շատ արագ դարձավ մեր մեծ ընտանիքի սիրված անդամ։ Արագ ընկալում է ցանկացած տեղեկություն։ Շատ է սիրում սովորել։ Ճանաչել եմ Եվային։ Շատ է սիրում բացակայել, սակայն շատ ճարպիկ է, աշխուժ է, շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։ Չէ՞ Նիկոլինա։ Աղաչն այդտեղ է, Արսենը, իմ Արսենը։ Արսենը մեր մանկյան երազվող է այս տղան։ Մեկ ասես տանը չի, բայց որ տուն գա, կփայլի։ Վալենտինա, մեր հրեշտակը։ Վալենտինա Զեյնալյան, հրեշտակ իրական։ Ուկու, բարի, ներող, հոգատար, միշտ օգնող, որ միտք ունի մեր Վալյան, սիրելի է Նարիխան։ Միշտ եմ ճանաչել աղջկան։ Ինձեք հարցերությամբ նրան 30 է։ Գևորգ Հայրապետյան, Գևորգը մեր համեստ, դժվարությունները հաղթարեց, արդեն տարերը գրում, կարճ բառեր է կազմում։ Դու գիտեք, որ Գևորգն արդեն միաբան բառեր է գրում։ Եվաս Գալստյանը, մեր սիրելի Գալստյան, հրաշք աղջիկ է այնքան, խելացի ու ճարպիկ, խոսքները ճիշտ ու գեղեցիկ։ Ալենը Կարաբաշյան, մեր դասանի ամենաթիկնև տղան է Ալենը։ Խելացի է մեր Ալենը, շատ նոր բաներ կարող ես նրանից սովորել, ոչ կարծում ու գրում է։ Պետք է հաղթարենք միայն դա Ալենի, ինչ է, դանդա։ Հայկը մեր Ավակյան, մեր շատ սիրելի Հայկը Ավակյան, գլուսավոր, ոսկարձեցիկ, միշտ վարդաճանաչ, վարդապահ այնքան, ով շատ փխրում, վարդով գեղեցիկ։
հապա տղա է մեր Արեգը, ունի գտված գեղեցիկ ձեռագիր, համաչափ ամեն ինչում, իր մոտ ամեն ինչ, կարգ ու կանոնի մեջ է, չէ՞, թե ասում է տանը չար է։ Մարիան Մարգարյան, Մարիան ճարիք է շատ, հետաքրքիր է սերյան չափ, խոսք ունի նա գեղեցիկ, չէ՞ ու համշ։ Նարեկը Նուրիջանյան, ո՞ց է, ուր է այս Նարեկը, որտեղից որ անցնի, հաստատ մի բան կշարժի։ Հելացի է Նարեկը, նրան է դասարանի թեգը։ Էմիլը Խուդավերդյան, Էմիլը տղա է հելացի, աշխատասեր ու բարի, հանգիստ ու հանդարտ է նա, լավ ընկեր քեզ կդառնա։ Մարին, մեր Մարին զույգերի կրակոտ է ավելի, ուշադիր է մեր Մարին, դասարան է բերում մեծ սեր, նրա ժպիտը բոլորին կախարդում է, ինչքան ուզում է ջրայնացի Մարին ժպտած դեր չպտում է։ Մերի մեր զույգերի, մերի շատ երասկոտ աղջիկ է ու իր աշխարը, որտեղի փուկեր դիլայնան իրան մեկ չի կարողանում բերել, մեր անուշիկ աղջիկը բարում է գեղեցիկ, եզում է անուշիկ, իմ բեթա։ Արայիկը Նիկողոսյան, Արայիկը մեր դասանից, ձայնը հզոր է, խոսքը գեղանի, կարգապա է մեր տղան, շատենք սիրում ենք նրան։ Դուք համոզվեցիք, որ Արայիկը հզոր ձայն ունի, երևի թե։ Նարեկը Հայրապետյան, մեր բարի քչախոս, անչափ համեստ, ամաչկոտ, բեզարել երեսօր Նարեկը բեմի, այ հոգնած մեզանից ու կյանքից աշխարհության Արիվ ջան։ Իլենան Հայրապետյան, փոքրամարմիկ Իլենան, մեր մի փոքրիկ մարմուկս է, շատ աշխատեց, քիչ չարչարեց, ու վերջապես առաջ մղվեց։ Էրիկը Մանուկյան, Էրիկը մեր Մանուկյան կարգապահ է նա այնքան, քչախոս է, ճշտապահ, բարեկիր ու կարգապահ։ Ճիշտ եմ ճանաչել Էրիկին։ Մոնիկա Ամիրյան, մեր գեղեցկուհին, մեր թիթեռնիկը, Ամիրյանը մեր Անուշիկը, Նազանի է սիրում, ընկերասեր անում։ Փիսիկի պես Նազանի, իր համայնքով կջուկի։ Կարգի նման անդադ էսպես բանա, ձեր ստեղ մտածենք։ Արենը Զարուկյան, Արենը մեր Զարուկյան բանի մաց է մեր տղան, ու շատ իր է ընդունակ, կարգապահ է, համարձակ։ Այս համարձակության պահը մի Արեգով նկատել եմ, չգիտեմ որքանով է արդարացված։ Անդուշը Մկրտչյան, Անդուշը մեր սիրելի դասանի լուշ տղան է ամենից։ Արտաքինով ու կեցվածքով տարբերվող, համեստ ու լուծ մի տղա է, շատ հասկացող։ Նարեկը Համբարձումյան պարտաճանաչ է այնքան, խելացի ու ճարպի, ինչ ուզում ես վստահի, ինչ վստահես նա կանի։ Արմանը Սարդարյան, իսկ Արմանը Սարդարյան մտքի վարպետ է այնքան, թե որ խոսի, միտք ասի, սիրուն խոսքով կփայլի, իսկապես մեր Արմանը շատ գեղեցիկ խոսքով է։ Ալեքսը Կարեյան, Ալեքսը մեր միամիտ է, ջուրահավատ ու բարի է, աշխատում է չարչարվում ու երբեք չի տրտնջում։ Արենը Տոնոյան, Տոնոյանը շատ լուրջ է, հետ է շատ լուրջ ու ինջ է, բայց խելացի տղա է, կարգապահ ու բարի։ Արտակը Գասպարյան, մեր Արտակը Գասպարյան համեստ է, դաստիարակված, երբեք չի փոխվում, մեր Արտակի վարքում արագաշատություն է միայն փոքր պահպանություն։ Արփիս, մեր Արաքելյանը, Արևաղջիկ Արփին է, մեր հրաշք Արփին է, խելացի է, կարգապահ, ամեն ինչում օրինապահ, ինչ ուզում ես վստահի Արփի անթերի կանի։ Ժասմինան Սահակյան, Արևաշող իմ աղջիկը, Անուշիկ է մեր Ժասմինան, պայծառ ժպիտը դեմքին իր հետ դուրս է բերում նա, ու ժպիտ տալիս ամենին։ Արենը Աբրահամյան,
Ալենը փոքրամարմին, փոքրունի տղա է, փոքրիկ մարմնով, բայց մեծ գիտելիքներով։ Ալենը միշտ փայլում է։ Մահավորում